Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է ապրիլի 5-ի համար, բոլոր ամսվա ծնված նշանների համար։ Տեսնենք, թե մեզ այսօր ինչ է սպասվելու բոլորիս, կանխատեսումը կարող եք նայել և արևային նշանով և ասցենդենտով և լուսնային նշանով, որպեսզի մեկը մյուսին համադրի, և իհարկե երեկոյան լինում են տարվա ծնված նշանները, կարող եք նայել հավելյալ դա ևս։ Իսկ մենք կնայենք խոյերին։ Ինչպես միշտ մոռացանք, հետաքրքիր վարդերով լուծկի եմ գնել ինձ համար։ Ամեն անգամ մոռանում եմ մոմը, իսկ առանց դրա անհնարին է աշխատելը։ Ինչ է սպասվում խոյերին ապրիլի 5-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը օձեր կան ձեր շրջապատում, բամբասանք, չար վերաբերմունք ձեր նկատմամբ, նաև գումարի մասին ինչ-որ մեկի հետ կխոսեք կամ գումար կծախսեք, գումար կվճարեք, գաղտնիք կբացահայտվի այդ օրը, նաև գործնական հանդիպում կամ գործնական խոսակցություն ունեք և ձեր ցանկությունները կիրականանան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին ապրիլի 5-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը ինչ-որ գործեր կանեք, կավարտեք, կվերջացնեք, նաև ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, հույսով սպասում եք, հույսով լցված եք ինչ-որ կամ հույսնետել եք ինչ-որ բանի վրա, ոմանք սիրո խոստովանություն կանեն, ոմանք սիրո խոստովանություն կստանան, նաև սա նոր սեր է, կարող սիրահարվել, ձեր շրջապատված կլինեք ձեր սիրելի մարդկանցով, և այստեղ սուտ կա, տհաճ պահեր,
Եվ որ չէ հարցում հաղթանակած եք դուրս գալու։ Ինչ որ մի բանը ձեր օգտին է ավարտվելու այդ օրը։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկորյակներին։ Ինչ է սպասվում եկորյակներին ապրիլի 5-ին։ Հարգելի եկորյակներ, այդ օր ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, նաև հյուրեր կունենաք կամ դուք կգնաք հյուր, ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, գործնական հանդիպում կամ շփում կունենաք, այդ օրը նաև գործերը կանեք կավարտեք, կվերջացնեք, վերջնական որոշում կկայացնեք, հեռախոսազանգ է այստեղ, որ ինչ որ հարցում հաղթանակած դուրս կգա կամ այդ զրույցի ժամանակ կամ ի վերջո կկարողանաք խոսել այն մարդու հետ, ում հետ ուզում եք։ Եվ հաջողությունը այստեղ ուշադիր եղեք, որ ձեր ձեռքից բաց չթողնեք։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին ապրիլի 5-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը հյուրեր կունենաք կամ կգնաք հյուր։ Երեխաների հետ կապված ոչ իրադարձություններ, միգուցե երեխաներն են գալիս, թոռներն են գալիս։ Նաև դա ընտանեկան կյանքն է կամ առիթ է։ Հղիություն, ծննդաբերություն։ Գաղտնիք կբացահայտվի այդ օրը։ Ոմանք ավելի շուտ կպարկեն քնելու կամ օրվա ընթացքում կպարկեք քնելու։ Դա նաև ինտիմ հարաբերություններ է ոմանց համար եւ ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք։ Էներգիայով լցված այսպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնային կառույցների։ Ինչ է սպասվում առուսներին ապրիլի 5-ին։ Հարգելի առույցներ, այդ օրը ոմանք սիրային ժամադրություն ունեն, ոմանք պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ։ Նաև տատանվում եք, ծանրութ եք անում, ինչ-որ կասկածների մեջ եք կամ ընտրության առջև կանգնած կլինեք, բայց հարցում հաղթանակած եք դուրս գալու, ինչ-որ մի բան ձեր օգտին է ավարտվելու, միգուցե դա է, որ ձեզ երջանկացնում է, ընտանիքում հավատարմություն, մտերմություն, նաև միգուցե առիթ է ձեր մտերիմ մարդկանց եք կանչում ձեր տուն կամ դուք եք գնում իրենց առիթին, կամ այստեղ հյուր է գալիս։ Միգուցե գալիս է մնա այդ օրը, միգուցե ինչ-որ պահեր են, տան եւ մտերմության, եթե այստեղ հավատարմության հետ կապված կասկածներ են, ապա սա ասում է, որ պետք չի կասկածել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին ապրիլի 5-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը ոմանց սեր խոստովան են կամ դուք սեր խոստովան եք, շատ սեր կստանաք դիմացինից, կսիրահարվեք, հարազատների շրջապատում կլինեք, այստեղ եւս կամ ձեզ մոտ են գալիս ձեր հարազատները, կամ դուք եք գնում իրենց մոտ, սա նաեւ ժամադրություն է, աղա ինչ-որ մի ռոմանտիկ վայր եք գնում, որտեղ այստեղ ճանապարհ կա։ Միգուցե ինքը հերվից է եկել, որպեսզի իրար հանդիպեք, կամ այստեղ իրար հետ ինչ-որ տեղ եք գնում։ Այստեղ պետական հիմնարկություն է ընկել, բայց քանի որ օրը կիրակի է, սա կամ տեղափոխվում է երկուշաբթի օր, կամ սա ցույց է տալիս սովորում եք այդ օրը, կամ նաև այցելում եք հիվանդանոց կամ ոչ է կոսմետոլոգի մոտ։ Բժշկական այստեղ կենտրոն է, որը որ բաց է։ Չնայած երկրներ կան, որոնք որ նաև պետական հիմնարկություններն են բաց, այնպես որ կարող է այդ երկրների մասին է այստեղ նաև խոսքը։ Ոմանք այդ օրը շատ աշխատանք կունենան, կգնաք հարցազրույցի կամ կընդունվեք աշխատանքի, ձեր բիզնեսը առաջ կտանեք, ձեր գործերը առաջ կտանեք, նաև հանդիպում պետական աշխատողի հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշարքների։
Ինչ է սպասվում կշռտներին ապրիլի 5-ին։ Հարգելի կշռտներ, այդ օրը նամակագրական կապի մեջ կլինեք ինչ-որ մեկի հետ, նաև սա փաստաթղթեր են, որ կդասավորեք ինչ-որ պահեր, և հանկարծակի լուր կլսեք, ձեր ձեռքից կարող ինչ-որ մի բան բաց թողել, միգուցե դա է ձեզ հիասթափեցնում, տխրեցնում, և գումարի մասին կամ կխոսեք, կամ գումար կծախսեք, կամ ուշադիր եղեք այստեղ գումար ներդրած չլինեք ինչ-որ միտեղ և ձեր ձեռքից բաց թողնեք դա։ Այդ օրը վճարում եք, տալիս եք եւ այլն։ Ժամ կամ կպայմանավորվեք այդ օրը կամ արդեն իսկ պայմանավորվել եք, ուշադիր եղեք, որ չուշանաք եւ երեխաների հետ կապված ինչ որ պահեր են, գուցե գայս են ձեր տուն, հղիությունը, ծննդաբերությունը, առիթ է, որ պետք է գնաք կամ ընտանեկան կյանքն է կլինեք այդպես ընտանիքով հավաքված, հա, ընտանիքի հետ միասին, բոլորդ միասին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին ապրիլի 5-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը կարող եք հուզվել, կարող եք նավարտասվել, վիճել ինչ-որ մեկի հետ, նաև ոմանք տուն կմաքրեն, հեռախոսազանգ ունեք, գործերը կանեք կավարտեք այդ օրը, նաև վերջնական որոշում կկայացնեք ինչ-որ մի հարցի շուրջ, և այստեղ հյուր կամ դուք եք գնալու կամ ինքն է գալու, բայց տհաճ պահեր են, կամ դուք եք զգալու իր կողմից, կամ ձեր տուն են գալիս, դա ձեզ համար տհաճ է, որտեղ անսպասելի կարող են գալ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին ապրիլի 5-ին։
Հարգելի ահռնավորներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, ինչ-որ մի բան է ձեզ ցավեցնում, բայց չեք տխրում, օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է հենց կախված, նորություն կլսեք, ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք մյուս կողմից էլ եւ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, նոր արեք, բացի դել ինչ-որ մի տակ կարող գնալ, երկար մնալ եւ դա ձեզ ուրախացնի, այնտեղ որտեղ գտնվում եք, գումար կստանաք եւ որից իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում է յուրաքանչյուր ամիս, այս ամիս եւս այդ օրը եւս կկատարվի կամ նոր է սկսվում այդպես ամսվա ցիկլեր կամ ավարտվում է դա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Չուզում խառնվի, տեսնեք։ Օծերը չեն թողնում։ Ինչպես միշտ ձեզ մոտ օծեր են լիքը։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին ապրիլի 5-ին։ Անդադ հոկտեմբեր եմ ուզում ասել, արդեն շտապում եմ հոկտեմբեր դեպի։ Հարգելի աջեղջուներ, այդ օրը թաքուն գործողություններ ունեք, նաև թաքուն սիրավ եք ոմանք էլ, բայց հույսով եք, կամ հույսով եք չի բացահայտվի դա, հուսով եք, որ եւս էլի չի բացահայտվի, երկու տարբերակով է կամ ինչ-որ մի բան է, հույսներ դելեք ինչ-որ բանի վրա։ Ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, նաև սուտ կա այդ օրը ուշադիր եղեք, հեռախոսազանգ ունեք եւ որևիցե իրադարձություններ են, որոնք կատարվում են ձեզ հետ յուրաքանչյուր ամիս, այդ օրը եւս կկատարվի, կամ նոր է սկսվում դա կամ ավարտվում է դա։ Այսքանը ձեզ հետ, ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին ապրիլի 5-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը կամ երկար եք քնելու կամ ավելի շուտ կարդնանաք, նաև ոմանց համար սա ինտիմ հարաբերություններ է։ Ուշադրություն նաև դարձրեք ձեր առողջության այդ օրը կամ կգնաք նման կենտրոն։ Գործերը կանեք կավարտեք, գիրեկի է, բայց կավարտեք, վերջնական որոշում կկայացնեք այն գործերն է, որոնք մնացել էին, հիմա կանեք կավարտեք։
Ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, ձեզ սիրված կզգաք, ձեր հարազատների շրջապատում կլինեք, հյուրեր կընդունեք կամ դուք կգնաք հյուր, ոմանք սիրահարվեն, ոմանք սիրոխոստովանություն կանեն կամ դուք կանեք, կամ ինչ-որ մի բան տեղի կունենա, որ դուք ձեզ այդպես լավ կզգաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին ապրիլի 5-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը երեխաների հետ կապված ոչ իրադարձություններ կան, նա օրը առիթ է։ Գալիս են ձեր տուն երեխաները, թոռները, նաև ծննդաբերություն, հղիություն, ընտանեկան կյանքը կա, ընտանիքի հետ եք ուղղակի օրն անցկացնում։ Ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, ինչ որ մեկին եք սպասում կամ ինչ որ բանի եք սպասում եւ տատանվում եք, նաև տատանվել եք հագուստի մեջ է դա, ընտրության առջև եք կանգնած։ Եվ գործերը կանեք կավարտեք այդ օրը, վերջնական որոշում կկայացնեք, գաղտնիք կբացահայտվի այդ օրը եւ ինչ-որ մեկից կամ ինչ-որ բանից այստեղ բաժանում է, հեռացում է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։